մեր Մասիս Սարը։ Անցյալ օրը երկու օր առաջ Գյումրիում էինք, երիտասարդը, որը մեզ ուղեկցում էր Սև Բերդի տարածքով եւ պատմում էր ուրեմն Սև Բերդի պատմությունը, ցույց տալով սահմանի կողմ ասեց, երեխաներիս ասեց, իհարկե դա մեզ համար նորություն չի, որ այնտեղ Արևմտյան Հայաստանն է։ Այո, այնտեղ Թուրքիան չէ, այնտեղ Արևմտյան Հայաստանն է։ Ցավոք, մենք այսօր ունենք մի իշխանություն, ես կանվանեմ տկարամիտ, տգետ, դավաճան, հողատու, բոլոր բացասական մագբայներով եւ դերանուններով օժտված մի սրիկա, մի հակահայ իշխանություն ունենք, որը փորձում է մեզ կտրել այս սարից, այս պատմությունից, կտրել մեր հիշողությունից, փոշիացնել, զրոացնել մեր ամբողջ պատմությունը, զրոացնել, փոշիացնել, ջնջել մեր ուղեղներից հայ ժողովրդի ազատամարտները բոլոր, մեր տառապանքները, մեր ցեղասպանությունը, որ մենք ենթարկվել ենք, եւ իհարկե մեր Արցախյան ազատամարտը զորացնելով բոլոր հերոսների նրանց սխրանքները, բարոյապես հողին հավասարեցնել մեր եռաբլուրը։ Բայց սա հնարավոր չէ իսկական հայ մարդու ուղեղից վերացնել, ջնջել, մոռացության տալ։ Ստեղ Նիկոլ Չով ուզում ալի գա ուզենա վարակույրել կախի, մեկ այդ վարակույրը մենք պատռելու ենք ու մեր հայացքը միշտ լինելու այն կողմ։ Ինչու է լինելու մեր հայացքը այն կողմ, իմ հայացքը։ Ես այդքան միամիտ մարդ չեմ, ես 62 տարի ապրում եմ այս մոլորակի վրա, այս երկրի վրա, այս հողի վրա։ Ես ամեն բան շատ սթափ եմ դատում, ես հասկանում եմ եւ կարողանում եմ վերլուծել այն բոլոր պատճառները, որոնց արդյունքում Հայաստանը այս չափսից դարել է այս չափսը։ Բայց քանի մենք հիշում ենք եւ մտածում ենք, որ սա, որ ոչ թե Թուրքիա է, այլ Արևմտյան Հայաստան, դա մեզ մի ուժ է տալիս ապրելու, արարելու եւ չընկճվելու։ Ես հասկանում եմ, որ մոտակա, չգիտեմ, 50-100 տարին ինչ-որ մի հրաշք պետք է լինի, մի երկնային հրաշք պետք է լինի, որը մենք կարողանանք այս սահմանը քանդել եւ վերադառնալ դեպի Արևմտյան Հայաստան կամ վերադարձնել Արևմտյան Հայաստանը ներկայիս Հայաստանի տարածք, որը համարյա ֆանտաստիկ ժանրի բան է, ինչպես նաև արդեն Արցախը, որ ընդամենը դեռ 6 տարի անցել, բայց անհնարին այն վերադարձնել, բայց այն, որ մենք հիշում ենք, այն, որ մենք ապրում ենք դրանով, մենք դա չենք մոռանում, մենք դա փոխանցում ենք սերունդ, դա մեզ ստիմուլ է տալիս, դա մեզ համար մի խթան է, որ մենք շարունակենք պայքարել, աշխատել, արարել, կրթվել, զարգանալ, հարստանալ, ուժեղանալ։ Եթե այսօր դրությամբ մենք ունենք հայկական սփյուռք, ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան ափից մինչև հեռավոր Ավստրալիա, այս սա է մեզ այդ ուժը տալիս, որովհետև ամեն մի հայի տանը բնակարանում կախված է այս Սուրբ Սարի նկարը, պատկերը, եւ մենք սերունդ մեր երեխաներին դաստիարակում ենք, սովորեցնում ենք, հիշեցնում ենք, որպեսզի իրանք փոխանցեն իրենց զավակներին, իրենց թոռներին, որ սա է եղել մեր Հայաստանը, սա եղել է մեր Հայաստանի մի մասը, ինչպես բոլոր քարտեզներում է պատկերված, շատ լավ քարտեզներ երկու հատ ես 3 տեսա Մատենադարանում, խորհուրդ կտամ այցելեք եւ դուք էլ դիտեք, շատ լավ ցուցահանդես կա Մատենադարանում, եւ սա է, որ ուժ է տալիս գոնե առնվազն ինձ կամ իմ նման մտածող մարդկանց, որ մենք հայ ենք, որ մենք պետք է հայ լինենք, որ իմ զավակները պետք է ընտանիք ստեղծեն միայն հայերի հետ, որ մեր տանը պետք է հնչի միայն հայկական խոսքը, հայկական երաժշտությունը, պետք է թևածի
հայկական քեփը, հայկական ուտելիքը խոհանոցից պետքա բուրի եւ պետքա շարունակենք հայ մնալ, որպեսզի չվերանանք, չկորչենք այս աշխարհի վրայից, ինչպես տասնյակ հարյուրավոր մանր մունր ազգեր ու ազգություններ։ Այս սա է նպատակը։ Այս սրա համար ոչ մի վարակույր քաղաքական, օրենսդրական, բարոյական, դավաճանական չի կարող մեզ կտրել մեր մասից սարից։ Մեր հայացքը միշտ հարված է լինելու դեպի արևմտյան Հայաստան։ Այսքանը։ Սիրեք ձեր երկիրը, սիրեք ձեր լեզուն, սիրեք այս հողը, սիրեք այս սարը, սիրեք ձեր երեխաներին, դաստիարակեք ձեր երեխաներին որպես քաղաքակիրթ, հայրենասեր, բարոյական, արժեքներ ունեցող մարդիկ, մեծացրեք որպես հայ, շարունակեք ձեր հայկական ավանդույթները եւ մի մոռացեք, թե ովքեր են եղել ձեր պապերը։ Ամենայն բարիքներ եւ թող անիծվեն ու կործանվեն այն բոլոր սև ուժերը, որ այսօր պատել են Հայաստանը ու ստիպում են մեզ դառնալ անուղեղ, անհայրենիք, չմտածող ռոբոտներ, ինչպիսին իրենք են։ Ամենայն բարիք, Աստված օրհնի այս երկիրը, այս սարը, այս տաճարը, այս մարդկանց, այս երեխաներին, ձեզ բոլորից ու ձեր մեր բոլորի ընտանիքները։